Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է գյուղի մշակույթի տունը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ տուժածներ չկան։ Բաքուն հերքել է հայկական կողմի հաղորդագրություն։ Պաշտպանության փոխնախարարն էլ վստահեցրել է, որ սահմանագծում այս պահին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, իսկ կրակոցները սակավաթիվ են։ Արման Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանին հնարավոր կուտակումներին։ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ագնախարարների մասնակցությամբ Անտալիայում կայացած պանելային քննարկմանը Արարատ Միրզոյանը հակադարձել է Բաքվի գլխավոր դիվանագետի ներկայացրած պահանջներին եւ ընդգծել. Հայաստանը ցանկանում է հասնել խաղաղության, սակայն դա պետք է ուզի նաեւ մյուս կողմը։ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը արտաքին գործերի նախարարների այսօրվա նիստում ի թիվս այլնի կքննարկի Հայաստան-Ադրբեջան ընթացիկ զարգացումները։ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը կկայանա Լյուքսեմբուրգում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Արդյոք քաղաքացիական պայմանագիրը Գյումրու քաղաքապետի պաշտոնին կառաջադրի Սարիկ Մինասյանի թեկնածությունը։ Խմբակցությունը այդ մասին առաջիկայում հայտարարություն կանի, նշել է Վահագն Ալեքսանյանը։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելուց մինչև մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքներում փոփոխությունների նախագծեր ազգային ժողովում քննարկվել են տարբեր օրենսդրական նախաձեռնություններ։ Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում կքննարկվի տրանսպորտի ուղևորձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու վերաբերյալ օրինագիծը։ Նախագծով առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Բացի այդ համաձայնեցվել է նաև մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդաների ղեկավարների հանդիպման հարցը։ Ադրբեջանի անկանոն ոչ թիրախային կրակոցները կարծես արդեն դառնում են թիրախային։ Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում այդ երկրի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ տուժածներ չկան։ Գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային բարձաբանումներով։ Իդեպ, ինչպես եւ ենթադրելի էր, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, թե հայկական կողմը անհիմն իրականությանը չհամապատասխանող հայտարարություն ապատեղեկություն է տարածել։ Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Արձագանքելով Երևանի մեղադրանքներին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ։ Իսկ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանագծում այս պահին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, իսկ կրակոցները սակավաթիվ են։ Նա նշել է, որ հրադադարի խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը այդ մասին տեղեկությունը տալիս է հնարավորինս արագ ու օբյեկտիվ։ Փոխնախարարը անդրադարձել է նաև սահմանային հնարավոր կուտակումներին։ Այս պահին ոչ, եթե նման խնդիր ծագի, բնականաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը անվտանգային կազմակերպական եթե մեր պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, իսկ դուք հավատալու եք տեսանյութերին, ապա կարծում եմ ինձանից չպետք է հարցնել։ Զինված ուժերը իրենց լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում բնականաբար կատարում են իրենց աշխատանքը եւ առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է։ Այս պահին ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է։ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը ագնախարարների այսօրվա նիստում ի թիվս այլնի կքննարկի Հայաստան-Ադրբեջան ընթացիկ զարգացումները։ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը կկայանա Լյուքսեմբուրգում։ Այն նախագահելու է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության երագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Արտաքին գործերի նախարարները քննարկելու են ռուս-ուկրաինական հակամարտությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ԵՄ Աֆրիկա, ԵՄ Բալկաններ հարաբերությունները։ Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպական միության արտգործնախարարների հանդիպման ընթացքում ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող վիճակին եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հայտարարելով.
Ես չափազանց անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությամբ։ Հուսով եմ, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ամրապնդվել իրավիճակն արդյունավետ վերահսկելու եւ այդ լարվածությունը զսպելու համար։ Խաղաղության պայմանագիրը վերջապես պետք է ստորագրվի եւ կամայականորեն ձերբակալվածներն ու բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Իսկ հա Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը։ Նա X-իր էջում նշել է, թե իբր Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը եւ նրա հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում Բարոյի տարածաշրջանում լարվածության առաջացման վերաբերյալ արտահայտած մտահոգությունների հետ։ Մեր տարածաշրջանի երկրներն ունեն ընտրության հնարավորություն, սպասելու եւ 100 տարի եւ համոզվելու, որ փոփոխությունները անշրջելի են, թե սկսելու աստիճանաբար աղյուսներն իրար վերադնելով Հարավային Կովկասում վերջապես հաստատելու կայուն խաղաղություն։ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Անտալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա հակադարձել է Բաքվի գլխավոր դիվանագետի ներկայացրած պահանջներին եւ ընդգծել. Հայաստանը ցանկանում է հասնել խաղաղության, սակայն դա պետք է ուզի նաեւ մյուս կողմը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես այդ երկրի մյուս պաշտոնյաները կրկին նույն երգն է երգում, բայց այս անգամ ոչ թե Բաքվում, այլ Անտալիայում Հարավային Կովկասի 3 հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պանելային քննարկմանը։ Բայրամովն առիթը բաց չթողնելով նորից խոսել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, դրանք ներկայացնելով խաղաղության համաձայնագրի կնքման նախապայմաններ։ Իսկ Արարատ Միրզոյանն անդրդվելի էր Հայաստանը կողմ է խաղաղության հաստատմանը եւ համաձայնագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա։ Գրեթե 1 ժամ շարունակ Բայրամովը մեղադրում էր ու պահանջներ թելադրում, իսկ Միրզոյանը հստակ ու հիմնավոր հակափաստարկներ ներկայացնում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից եւ Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա, հայտարարել է Բայրամովը։ Հայաստանը անպայման պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սա Ադրբեջանի հետևողական եւ երկարաժամկետ մոտեցումն է, եւ հայկական կողմը դրա մասին տեղյակ է։ Միայն այս պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խոսել խաղաղության օրակարգի մասին։ Արարատ Միրզոյանը դեմ չէ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, բայց Այդ կառույցը կարող է լուծարվել այն դեպքում, երբ հակամարտություն չկա, ուստի սա բավական հետաքրքիր հարց է։ Ունենք արդյոք այսօր հակամարտություն, թե ոչ։ Գետնի վրա փաստացի հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասով ստորագրված եւ վավերացված համաձայնագիր։ Լուծումը առնվազն մեզ համար ակնհայտ է։ Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ կերպով վերջ տնենք այս հակամարտությանը, ապա լուծարենք այդ կառույցը հենց նույն օրը։ Եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, եկեք ստորագրենք համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը լուծարման վերաբերյալ։ Եկեք ստեղծենք երկկողմ հանձնաժողով եւ սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը։ Անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ պնդմանը, թե Հայաստանի սահմանադրությունը դրանում հիշատակված անկախության հռչակագրի պատճառով տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է. Հայաստանի մայրօրենքում որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, կա ընդհանուր բնույթի հղում անկախության հռչակագրին, ապա շարունակել. Լավ, եթե կուզեք ես էլ կասեմ, մենք նույնպես ունենք մտահոգություն կապված Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության հետ, եւ մենք սա չենք ասում ուղղակի հայլային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով։ Ես կարող եմ բացատրել, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ, եւ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է, ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի։ Երբ հարցն Ադրբեջանին է վերաբերում, Բայրամովի կարծիքը 180 աստիճանով փոխվում է։ Պարզվում է, Բաքուն մտահոգվելու լուրջ առիթ ունի, իսկ Երևանը ոչ, քանզի Հայաստանի դեպքում արդեն Ադրբեջանի սահմանադրությունը խոչընդոտ չէ։ Մեր սահմանադրության մեջ Հայաստանի որևէ տարածքի աշխարհագրական անվանում չկա։ Ես չեմ հավատում, որ մեր հայ գործընկերները անկեղծորեն կարծում են, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, եւ այսքան ժամանակ երբեք չեն բարձրացրել այս հարցն ու պարզապես անտեսել են այն։
Մոդերատորի հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է դիտարկել սահմանադրության հնարավոր փոփոխությունները, նույնիսկ եթե դա կարող է ներպետական մակարդակով ոչ այնքան ընդունելի լինել, Միրզոյանը հիշեցրել է, որ 2024 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը եզրակացություն է տվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման հանձնաժողովի համատեղ աշխատանքների կանոնակարգի վերաբերյալ։ Դրանում նշվում է, որ սահմանազատումն իրականացվում է ելնելով Ալմաթայի հռչակագրից։ Դա ենթադրում է, որ մեր սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն ունեին մեր որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ, մինչև խորհրդային միության փլուզման պահը։ Անցած սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը հաստատեց, որ դա հանրային փաստաթուղթ է եւ որ մենք չունենք տարածքային հավակնություններ մեր սահմաններից դուրս, ինչը լիովին համահունչ է մեր սահմանադրությանը։ Եվ վերջ, այսպիսով, եթե մենք հիմա ստորագրենք այս համաձայնագիրը, ապա վավերացման գործընթացի ընթացքում այն կրկին կուղարկվի սահմանադրական դատարան։ Եթե մեր սահմանադրական դատարանը եւս մեկ անգամ հայտարարի, որ այս փաստաթուղթը համապատասխանում է մեր սահմանադրությանը, դա կլինի եւս մեկ ապացույց, որ այդ հարցը փակված է, հասցեագրված է եւ որևէ խոչընդոտ չկա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լսել խաղաղության օրակարգի վերաբերյալ հավաստիացումներ եւ առաջարկներ, հարևանների հետ խաղաղություն կառուցելու, սահմաններ բացելու, տարածքներում թշնամության էջ շրջելու, նոր տարաշրջան բացելու վերաբերյալ, նշել է Հայաստանի արտաքին դիվանագետը հավելելով, սակայն դեռ կան չափազանց զգայուն հարցեր։ Վերքերը շատ թարմ են եւ դժվար է խոսել հնարավոր գործակցության մասին, բայց Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին կարող է լսել կամ տեսնել իր առօրյա կյանքում լրահոսում բազմաթիվ հավաստումներ այս մասին։ Եվ միևնույն օրն այդ նույն քաղաքացին Ադրբեջանի կողմից կարող է լսել մի քանի սպառնալիքներ, այդ թվում նորից ուժի կիրառման սպառնալիքներ, այդ թվում տարածքային ամբողջականության չճանաչման մասին հայտարարություններ, այդ թվում սպառնալիքներ, որոնք պարունակում են պահանջներ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ։ Միրզոյանը շեշտել է, Հայաստանն ընդունում է գործակցությունը, սակայն դա պետք է ուզի նաև Ադրբեջանը։ Պանելային քննարկման գրեթե ամբողջ ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին լուռ էր, իսկ վերջում նա խոսեց եւ կրկին հայտարարեց, որ Վրաստանը պատրաստ է հարթակ տրամադրել երկխոսության համար։ Ըստ նրա, խաղաղ եւ անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթություն է եւ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, որի օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև եւ կայուն խաղաղություն։ Պանելային քննարկումից հետո Միրզոյանը առանձնազրույց է ունեցել նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թուրքիան եւ Հայաստանը համակարծիք են, որ Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը։ Այս մասին Անտալիայում լրագրողներին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզյանը նշել է, որ Անկարայի եւ Երևանի միջև արդեն իսկ ձեռնարկվել են կոնկրետ քայլեր այնպիսի ոլորտներում, ինչպիսին է օդային տարածքի օգտագործումը, նաեւ երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի եւ Շիրակ-Կարս երկաթուղու վերաբերյալ։ Անդրադառնանք այլ թեմաների, Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով։ Այդ մասին հայտնել են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Այսպիսով Մարտուն Գրիգորյանը ավականու անդամության ինքնաբացարկ է հայտնել։ Հիշեցնենք, որ Գյումրիում ըստ ընտրությունների նախնական արդյունքների առավելագույն ձայներ ստացել է ՔՊ-ն։ Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Գյումրու ավականու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Մարտին Գրիգորյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել անհրաժեշտ քանակությամբ քվե տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Արդյոք քաղաքացիական պայմանագիրը Գյումրու քաղաքապետի պաշտոնին կառաջադրի Սարիկ Մինասյանի թեկնածությունը, խմբակցությունը այդ մասին առաջիկայում հայտարարություն կանի, պարզապես պետք է սպասել։ Այս մասին ԱԺ-ում նշել է այդ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ի պատասխան լրագրողների հարցին, թե ընդդիմադիր ուժերի հետ պատրաստվում են բանակցել, Ալեքսանյանը հայտարարել է, որ ԿՊ կուսակցությունը համամասնական ընտրակարգի ներմուծումից հետո Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ուժն է։ Հետևաբար ընդդիմադիրների հետ չեն բանակցի։ Ըստ նրա, ընդդիմադիրներն իրար հետ շատ լավ գործակցում են ու դրա սերուցքն էլ
Վարդան Ղուկասյանն է։ Պատգամավորն անդրադարձել է նաև այն հարցին, թե հնարավոր է քաղաքապետ ընտրվելուց հետո իշխանությունը Վարդան Ղուկասյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ իջեցնի։ Վարդան Ղուկասյանը ինքը իր բերանով հայտարարել է, որ ինքը քաղաքական process-ների մեջ է մտել այն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, ու իր նկատմամբ հարուցվել են նաև ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործեր։ Այսինքն պատճառը հետևանքային կապը հետևյալն է. հարուցվել են գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ, ինքը մտել է քաղաքականություն, որպեսզի իր արևին տենց պաշտպանվի դրանից։ Հիմա կպաշտպանվի, չի պաշտպանվի, այդ հարցը դատա իրավական համակարգինն է, իմը չի։ Ես այդ համակարգի վրա ազդեցություն ունեմ միայն որպես օրենսդիր։ Վահագն Ալեքսանյանը նաև նշել է, որ ավականու ամենամեծ խմբակցությունը չէ, որ պետք է գործակցության եզրեր փնտրի մյուսների հետ։ Նրա պնդմամբ Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը անգամ համատեղ մեծամասնություն չեն։ Ավելին, Մարտուն Գրիգորյանի հայտարարություններն ու գրառումները հաստում էին, որ հետագա գործակցությունը գրեթե բացառվում է։ Մարտուն Գրիգորյանը այնպիսի մի տեքստ ա գրել Վարդան Ղուկասյանի միանալու հետ կապված, որ նշվում տակը քիչ էր մնում գրած լիներ, ճիշտ է կքվեարկեմ, բայց այդ ոնց որ այդ տենց գրած ելներ, այլ հետագա համագործակցությունը կատարելապես տենց գրեթե բացառող տեքստ ա գրել։ Հիմա իրանք իրար հետ կոալիցիա են կազմում, եթե կոալիցիոն հուշագիր են, չէ, եթե կոալիցիոն հուշագիր են ստորագրում, այո, դառնում են մեծամասնություն։ Օրինակ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը այդ գծով ոնց որ արդեն բան ա տենց, խիստ պրոֆեսիոնալ ա դարել, Վարդան Ղուկասյանին այդ իր միանալու բանը խիստ մեծ անակնկալ էր, սենց մեծ կինդեր սյուրպրիզ էր էլի Գյումրու համար։ Ես օրինակ մարդ եմ, ով Գյումրիում ա եղել այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ու հայտարել է այն մասին, որ այս երեք ուժերը մյուս միանալու են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը դրանից հետո դուրս է եկել, ասել է, ես մի ծրագիր եմ բացահայտել, որ ԿՊ-ն փորձում է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանի։ Հետո ինքը գնացել է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու։ Հիմա այդ արտահայտությունը անելուց հետո Վարդան Ղուկասյանին ձայներ տալը ապահովելուց հետո դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին, ես չեմ նախանձում։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելուց մինչեւ մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքներում փոփոխությունների վերաբերյալ նախագծեր։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկել են տարբեր օրենսդրական նախաձեռնություններ։ Փոփոխություն է նախատեսվում պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում։ Նախագծի համաձայն զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի, գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ եւ դրանց վարձատրության գործակիցները։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով արևմտյան պետությունների, նաեւ արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներառում է գլխավոր շտաբի եւ բանակային ուղղությունների սերժանտների արկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունն ու ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Փոփոխությունները առաջինից երկրորդի մասով վերաբերվում են առաջին մասը խստացումներին, եթե նախնական նախագծով պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով կամ 3-ից ավել պահնորդով ուղեկցելը նախատեսում էր առաջին դեպքում 500,000 դրամ, մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում 1 միլիոն դրամ, ապա ավելացվել է, որ մեկ տարվա ընթացքում 3-րդ անգամ նման իրավախախտում կատարելը հանգեցնելու է լիցենզիայի զրկման։ Նախագծով նաև առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն, անկախ գործատուի փոփոխությունից։ Նախատեսվում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը 3 պահնորդ։ Մասնավոր պահնորդական կազմակերպություններից ստացված առաջարկների հիման վրա մենք կատարել ենք դրամշակումներ, մասնավորապես սահմանել ենք նոր տեսակի հատուկ միջոցներ, մասնավորապես զրահապաճկով, սահավարտ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ, որոնք նախկինում չկային, բայց դրանք կիրառելի են եւ բավականին զսպող եւ միևնույն ժամանակ անվտանգ են իրենց տեսակով, ինչպես նաեւ մեծ մտահոգություն էր առաջացել
ապահովագրության սխալի հետ կապված, պահնորդական գործունեության սխալի հետ կապված ապահովագրության պարտադիր ուրեմն նորմը, այս առումով նշեմ, որ այս հարաբերությունները թողնվել են կառավարության որոշման տիրույթին։ Ըստ նոր նախագծի լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ, ներկայիս մեկի փոխարեն։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում կքննարկվի տրանսպորտի ուղևորձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու վերաբերյալ օրինագիծը։ Այն քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախագծով առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար։ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել նաև 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադարձի արժեքը սահմանում է համայնքի ավականին։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է օրենքի կարգավորումները։ Նշված օրենքի կարգավորումներից բխում է նաև, որ փոխադրավարձը սահմանվում է որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար։ Սակայն տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավականին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճար։ Բացի այդ, տեղական տուրքերի և վճարների մասին օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի և վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման և գանձման հետ կապված իրավահարաբերությունները։ Ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար։ Հաշվի առնելով, որ Երևանում գործում են տարբեր տրանսպորտային միջոցներ, ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն, առաջարկվում է համայնքի ավականու համար ստեղծել մեկ միասնական տեղական վճար սահմանելու հնարավորություն, ինչը թույլ կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ իրենց հայեցողությամբ օգտվելու բոլոր տրանսպորտային միջոցներից։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման և բացահայտման համար գործուն մեխանիզմներ։ Նախագծով վարչական իրավախախտման արձանագրման 3 տարբերակ է առաջարկված։ Առաջինը վերաբերում է առանց տեղական վճար վճարելու երթևեկությանը, երկրորդը այլ ուղևորի արտոնության իրավունքի օգտագործմանը, երրորդը երբ վճարումն իրականացվել է, սակայն այդ իրավունքով տրանսպորտային միջոցում վավերացում չի եղել։ Արմեն Սիմոնյանը փաստել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքով առանց տոմս երթևեկությունն առաջացնում է տուգանքի նշանակում, քանի որ նախագծում որոշ վիճահարույց կետեր են եղել աշխատանքային քննարկումներ կազմակերպելու առաջարկ է հնչել։ Այնուհետև նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են հարկային օրենսգիրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ գրավոր առաջարկներ են եղել տեխնիկական բնույթի, դրանք ընդունվել են։ Նախարարի համոզմամբ այս փոփոխությամբ սոցիալական խնդիր ազգաբնակչության համար չի առաջանա։ Այս պահին բնօգտագործման վճարը 65 դրամ է։ Եռապատմենք 200 դրամ ենք սահմանում։ Այսինքն ստացվում է կիլոյի դեպքում 145 դրամ է ավելանում։ Եթե 1 կիլոգրամ սիգը 300-400 գրամանոց սիգն է և դրա շուկայական միջինացված արժեքը 800 դրամ է, ստանում ենք, որ մենք 950 դրամ ենք, այսինքն եթե 800 է, դառնում է 950 դրամ։ Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաև հողային օրենսգրքում և գիծ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն եղել։ Շտկվել են խմբագրական թերությունները։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Կրիպտոակտիվների մասին օրենքը սկիզբ է դնելու տվյալ ոլորտի կարգավորմանը, այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, ներկայացնելով համապատասխան օրենսդրական փաթեթը։ Նախաձեռնության նպատակը ոչ թե որևէ տեխնոլոգիայի, այլ ֆինանսական ծառայությունների կարգավորումն է։ Օրենքի նախագիծը մշակելու ընթացքում Կենտրոնական բանկը հիմնվել է ԵՄ փորձի վրա։ Ըստ օրենքի, Հայաստանում առաջարկվում է իրականացնել առևտրային հարթակի գործարկում, ակտիվին կցված թոքերների առաջարկ կրիպտոակտիվների պահառություն, իր նաև հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների արկուվաճառք, գործարքների կատարման, հանձնարարականների ընդունում եւ հաղորդում, դրանց տեղաբաշխում, փաթեթի կառավարում, խորհրդատվություն եւ այլն։ Ներքին աուդիտը առաջնային փուլում բոլորի համար պահանջվում էր, հետո մենք ըստ էության միայն թողել ենք 3-ի համար պարտադիր, որոնք որ կարևոր են, եւ դա ըստ էության փոխվել է։ Երկրորդ խումբը, որը որ եղել է, բայց այդտեղ մի հատ բան եմ ուզում էլի ընդհանրական ասել, տեսեք, այս մասով մենք պետք է հստակ համոզված լինենք, որ երբ մենք կրիպտոակտիվների ոլորտի մասին ընդհանուր խոսում ենք, մենք ոլորտը ամբողջական ենք պատկերացնում, որտեղ մեր տպավորությամբ խոսակցների 90%-ը հիմնականում լինում է ինչ-որ մի կոնկրետ գործունեության տեսակի վերաբերյալ, որը որ ի սկզբանե ասենք օրինակ փոխանակման կետերի հետ կապված, որը որ իրականում եթե մենք խոսում ենք Հայաստանը որպես կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող տեխնոլոգիական առաջընթաց եւ այլն, ճիշտ ասած իմ մտքով ամենակիչը հենց դա է անցնում, այլ իմ մտքով ավելի շատ անցնում է այլ մնացած ծառայությունների տեսակը, որտեղ որ լուրջ նորարարություններ են հնարավոր, առևտրային հարթակներ եւ այլն, բայց բնականաբար, այսինքն ուզում ասեմ, բալանսը խոսակցության պետք է կարողանանք պահպանվել։ Շարունակում ենք թողարկումը միջազգային եւ տարածաշրջանային նորություններին, ծանոթացեք տեսաշարով։ Ուկրաինայի տեղական իշխանությունների խոսքով Սումի քաղաքի վրա ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով ապրիլի 13-ին զոհերի թիվը հասել է 34-ի։ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի առաջնորդները դատապարտել են տեղի ունեցածը։ Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Սումի քաղաքի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը կիրառել է բալիստիկ հրթիռ։ Ռուսաստանի հրթիռային հարվածը Սումիի վրա ընդգծում է նրան հրատապ հրադադար պարտադրելու անհրաժեշտությունն, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բոլորը գիտեն, որ միայն Ռուսաստանն է ցանկանում այս պատերազմը, նշել է նա, հավելելով, որ անհրաժեշտ են վճռական միջոցներ, որպեսզի ստիպեն Ռուսաստանին դադարեցնել կրակը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը 1 տարով երկարաձգելու մասին։ Դրանք վերաբերում են մասնավոր եւ իրավաբանական այն անձանց, որոնց ԱՄՆ-ի կառավարությունը մեղադրում է կիբերհարձակումների, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ընտրություններին միջամտելու, Միացյալ Նահանգների քաղաքացիներին վնասելու կամ սպանելու, նաեւ պատժամիջոցները շրջանցելու ֆինանսական եւ այլ գործողությունների համար։ Սպիտակ տունը դրական եւ կառուցողական է որակել Իրանի եւ Միացյալ Նահանգների բարձր մակարդակի բանակցությունները։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ընդգծել է, որ նախագահ Թրամփից հանձնարարություն է ստացել լուծել երկու երկրների միջև տարաձայնությունները երկխոսության եւ դիվանագիտության միջոցով, եթե դա հնարավոր է։ Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել ապրիլի 19-ին։ Օմանում անուղակի կերպով բանակցել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը Իրանի միջուկային ճգնաժամը կարգավորելու շուրջ։ Իսրայելական երկու հրթիռներ Կիրակի օրը հարվածել են Գազայի հատվածի գլխավոր հիվանդանոցի շենքին, ոչնչացնելով շտապօգնության բաժանմունքը, վնասելով այլ կառույցներ, հայտնում է տեղի առողջապահական կառույցը։ Ըստ Իսրայելի հարվածը հասցվել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասի զինյալների դեմ, որոնք շահագործում են այդ հաստատությունը։ Հարվածի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Իսրայելցի զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք քայլեր են ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազեցնելու համար։ Արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցով ընդդիմության քարոզարշավի շրջանակներում Թուրքիայում ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքվել, այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը։ Թուրքիայում արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի արշավը մեկնարկել է մարտի 30-ին Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ծննդավայրում Տրապիզոն նահանգում։ Միևնույն ժամանակ հայտարարվել է 28 միլիոն ստորագրություն հավաքելու նպատակի մասին, ինչը մի փոքր ավելին է, քան 2023 թվականի մայիսին կայացած ընտրություններում Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստացած ձայները։ Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։